Անշարժ գույքի գնման համար Հայաստանում գտնվելը, նոտարական գրասենյակ այցելելն ու լիազորագիր ձևակերպելը այլևս պարտադիր չի լինի։ Կառավարության առաջարկած փոփոխությամբ նորակառույց շենքից բնակարան ձեռք բերելու եռակողմ պայմանագիրը հնարավոր կլինի կնքել հեռահար կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով։ Խոսքը կառուցապատողի, գնորդի եւ հիփոթեքային վարկ տրամադրող բանկի կամ վարկային կազմակերպության միջև կնքվող պայմանագրին է վերաբերում։ Էլեկտրոնային համակարգում կադաստրի կոմիտեի կինտեգրվի այս ձևանմուշը եւ թույլ կտա, որպիսի հիփոթեքային վարկի արկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար եւ սեփականատիրոջից, այսինքն կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերողին, ով որ կարող է այս պայմանագիրը վավերացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Ներկայումս արտերկրում գտնվող գնորդը գործարք կնքելու համար կամ պետք է անձամբ ժամանի Հայաստան եւ ներկայանա նոտարին, կամ էլ գործողության իրականացման համար լիազորագիր տրամադրի մեկ այլ անձի։ Ընդ որում, արտասահմանում տրված լիազորագիրը պետք է անցնի հաստատման համապատասխան ընթացակարգերը։ Ներկայացված նոր նախագծով այս շղթան կրճատվում է։ Փորձագետները սակայն զգուշացնում են, ընթացակարգի պարզեցումը չպետք է նվազեցնի գնորդի իրավական պաշտպանվածությունը։ Կոնկրետ գնման իրավունքի դեպքում մենք ունենք խնդիր, որ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ոչ թե բնակարան են գնում, անշարժ գույք են գնում, այլ ընդհանրապես հետագայում գույք գնելու իրավունք։ Հաշվի առնելով այն, որ գնման իրավունքի գործարքները բարձր ռիսկային եւ խնդրահարույց գործարքներ են, խիստ ցանկալի կլիներ ամեն դեպքում, եթե նոտարները մարդկանց պարզաբանեին, որ սա ընդհանրապես ապագայում գույք ձեռք բերելու պայմանագիր է։ Նոտարական գործարքի ժամանակ նոտարը պարտավոր է կողմերին պարզաբանել պայմանագրի էությունը, հիմնական պայմաններն ու հնարավոր հետևանքները, նշում են մասնագետները։ Մյուս խնդիրը նրանց կարծիքով գործարքի անվտանգությունն է։ Էլեկտրոնային տարբերակը պահանջում է ոչ միայն պայմանագրի պայմանները հասկանալու բավարար գիտելիք, այլև անձնական տվյալների ու նույնականացման միջոցների պատշաճ պաշտպանություն, այլապես հնարավոր կդառնան ուրիշի անունից գործարք կնքելու, հաշիվ ներխուժելու կամ էլեկտրոնային ստորագրությունը ապօրինի օգտագործելու փորձերը։ Շատ դեպքեր են լինում, երբ որ զերծարարները անձանց անունից ֆոտրում են էջեր, վարկեր են վերցնում։ Հիմա այս նույն դեպքում էլ պատկերացրեք, որ ինչ-որ մի զերծարար էլեկտրոնային հարթակը ֆոտրեց եւ ինչ-որ մի կիբեր հանցագործություն կատարեց։ Այսինքն այդ ռիսկը միշտ կա։ Ինչ վերաբերում է մտավախությանը, թե հեռահար գործարքները կարող են հեշտացնել այլ անձի անունով գույք ձեռք բերելը, մասնագետները շեշտում են, իրական շահառույն թաքցնելու հնարավորությունը կախված չէ պայմանագրի կնքման եղանակից։ Շինծ ու գնորդ կարող է ներգրավել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային գործարքում։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։